Գնանք։ Այստեղ ուրիշ մեքենա չի կարելի էլի, այստեղ հարմար է սա։ Գնանք մի տեղ մի ձորը մնանք, իսկ սա որտեղ ասես գնում է էլի մեզ։ Այսպես ասած մեր ճանապարհին չի թողում։ Իսկ երբ եք սովորել մեքենա քշել, այս։ Փոքր ժամանակ, երևի 10 տարեկանից մեքենա եմ քշել։ Սկզբից պապաս ուներ, Վիլիս ենք քշել, Զրովեց, հետո տարբեր Նիվա։ Իսկ ինչ երաժշտություն եք լսում մեքենայում։ Ես պատի դասական։ Դասական Ես մի փչացել այս բանը, այս սարքը, բայց ընդհանրապես դասական սիրում եմ ջութակ եմ շատ սիրում։ Ասենք չեմ սիրում այն ռաբիզ, որ սենց տանց խլոր շլոր։ Արմինեի պատճառոն դեպետի բարձունքների այս դժվար անցանելի ուղիներում ոչ թե շռայլություն է, այլ միակ հուսալի ընկերը։ 10 տարեկանից հորից սովորած վարորդական հմտությունն ու ջութակի դասական հնչյունները նրա առօրյայի անբաժան մասն են։ Սակայն այս ճանապարհը մեզ տանում է այնտեղ, որտեղ դասական երաժշտության ռիթմերին փոխարինելու է գալիս աշխատանքի ռիթմը։ Սկզբի համար ասենք նաև, որ մեր հերոսին շատ պատահական հանդիպեցինք, բայց երբ տեսանք Արմինեին ամենագնացի ղեկին, հասկացանք, հենց նրան էլ փնտրում էինք։ Չէ, որ իրանց գերի ժամը չէ, ինչքան ուզում ա կանչեմ չտեն գա։ Հորս գերը լծրած չեն գալի ուտում։ Չեմ սիրում խափել, կենթանուն էլ չեմ սիրում խափել։ Մի 10 կովա, ասենք, մի 7 հատ հորդ, դրանից ավելի փոքր։ Դե մենք մոզի ենք ասում, այդ միջին տարիքը, դե ասենք քաղաքացիները սա ինչ հալումա հորդ են ասում, մի խոսքով մի 14 հատ էլ հորդ կա, համի գնացել են արածելու։ Այս մեր հորթուկներն են, այս էլ մեր ճուտիկները։ Կեր։ Այս հորթը նկարահանող չի տեսել վախմա էլի։ Այնինչ հիմա տեսնում ենք սկսվել է ընդամենը մեկ կովից, բայց սեփական ուժերի եւ իր համառ աշխատանքի հանդեպ մեծ հավատով։ 10 տարի շարունակ Արմինեն մենակ քարը-քարին դնելով է ստեղծել այս տնտեսությունը։ Այստեղ նաեւ կտվոր է եւ մսագործ եւ կազմակերպիչ։ Գյուղում ասում են Արմինեի ոտքի հետ եկող չկա։ Մի ոտքը սարում է, մյուսը հանդում, հետո գյուղում, ֆերմայում, տարբեր հանրային ատյաններում այս կամ այն հարցը առաջ մղելիս։ Բայց ինչպես ասում են, ծունկը երբեք չի կտրում, այսինքն ծանր աշխատանքից չի հոգնում։ Հա, ճիշտ է, կազմվածքով փոքր-մոքր է, տարիքով էլ պատանեկան չի, բայց դրան չխաբվեք, քաշով մեկ ոսկի է, որ 1000 ջահելի ծարավ ջուրը կտանի ու ծարավ հետ կբերի, առաջին հերթին իր ճարպկությամբ ու աշխատասիրությամբ։ Իհարկե հարց չի եղել, դե մենք մեր ուժերով արել ենք էլի։ Մտքի ուժով, միտեղ նեղ ա եղել, աշխատել ենք, ելք գտնենք, տարբեր բաներով հասել ենք էլի ինչ-որ բանի։ Նեն չի, որ մեծ բաների եմ հասել, բայց ինչ-որ մի բան կա։ Ես նենց մի բան, որ տեսնում եմ, եթե ուզում եմ անում եմ, անկախ նրանից շինարարություն եղնի, ինչ էլ եղնի էլի։ Ընդունակ եմ, էլի Աստված ինձ ընդունակ ա ստեղծել, թե ինչի մարդ չգիտեմ, բայց ընդունակ եմ։ Որ ասում են ռիսկը գործի կեսնա, երևի իմ համար ասված, չգիտեմ, ինձ մանանարին բան չկա։ 10 տարի առաջ, երբ քաղաքից վերադարձավ հայրական տուն ու գնեց այս տարածքը, շատերն էին կասկածում նրա բռնած գործի հաջողության վրա։ Բայց հիմա գյուղում բոլորը գիտեն, եթե Արմինեն մի գործ ձեռնարկեց, ուրեմն հաջողությամբ ավարտին է հասցնելու։ Իր ֆերմայում ամեն մի մեղն ու ամեն մի հենասյունը նրա ձեռքերի ու մտքի արդյունքն է։ Ու մինչ շատերը կմտածեն, թե սա կնոջ գործ չէ, Արմինեն իր ամենօրյա աշխատանքով ապացուցում է ուժը ոչ թե մկանների, այլ կամքի ու ընդունակության մեջ է։ Արմինեի համար ֆերմերությունը ոչ թե պարզապես կենդանի պահել է եւ ինչ կստացվի ասելը, այլ մաթեմատիկական հաշվարկ է ու ճշգրիտ ռազմավարություն։ Այստեղ պոլիտեխնիկի դիպլոմն ու ինժեներական միտքը նույնքան կարևոր են, որքան ֆիզիկական ուժը, ասում եմ։ Ասենք նենց թվում է, թե գյուղատնտեսությունը, հա դե կենթանի ակերը տվեցիր գնաց, բան, բայց շատ նուրբ գործ է։ Ասենք նենց չի, որ գյուղատնտեսությունը հեշտ գործ է։ Պետք է ուղեղ ունենաս, որ ճիշտ աշխատանքներ տանես, շահույթ, մի բան շահույթ ունենաս, տարբեր է, էլի։ Մի խոսքով ընդունակությունը ամենտեղ կարևոր է, եթե անգամ գյուղատնտեսությամբ ես զբաղվում։ Իսկ ձեզ այս հարցում ով է օգնում։ Ոչ մեկը ես եմ։ Հա,
Ամեն ինչ ես եմ անում։ Կովերին պահեր, սարատաներ։ Ահա, դե պահում ենք, պատահում ասենք փողով ենք տալիս պահելու, նայած էլի, հա, բայց հիմնական կազմակերպչական բաները ես եմ անում։ Արմինեի մոտ ամեն ինչ պարզ է ու կտրուկ, կամ պիտի այնպես աշխատես, որ շահույթը տեսնես, կամ էլ տանը նստես։ Իր ասելով գյուղում փորով մարդ տեսար, իմացիր լոդր է, որովհետև սարի ու չոլի գործը մարդուն ձիգ է պահում։ Մեր հերոսուհին այն տեսակը չի, որ ուրիշի հետևից գնա կամ սպասի, թե բախտը երբ կժպտա։ Ինքը իր բախտի տերն էլ է, պաջերոյի վարորդն էլ, ֆերմայի շեֆն էլ։ Մի խոսքով, ինչին ձեռքը կպնում է, շունչ է առնում ու կենթանանում։ Իսկ հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքը նաև էս լորվա հանդ ու չոլերն են։ Էս կանաչ կարմիր աշխարհն է, գետի անհուն խշշոցը ու մեկ էլ գուցե ոչ այնքան անուշաբույր էս գոմից ու հողից ստացած այն ամենամաքուր կատնամթերքը, որոնցով էլ Արմինեն ամեն օր սեղան է նստում վեր կենում։ Երևի բնական սնունդ եմ ընդունում դրանից, հա, ու շարժվում ենք։ Քաղաք ընդհանրապես գյուղացիները նկատած կեղնեք, ոչ մեկը փոր չունի, չէ։ Իսկ քաղաքացիները բոլորը փոր ունեն ու հատկապես տղամարդիկ ունեն այդ փորը։ Իսկ գյուղացիների մեջ եթե փոր ունի, ուրեմն հաստատ դա լոդր է։ Իսկ քաղաքացիների մեջ պրոստ իրանց կենցաղը, անշարժ կենցաղը դրանից է։ Ես տարբերվում եմ ընդհանրապես, հա, իսկականից տարբեր եմ։ Չեմ սիրում հետևից գնալը, միշտ ուզում եմ առաջից գնամ մի խոսքով։ Բայց միշտ ապեք կարծել, թե Արմինեի աշխարհը սկսվում ու ավարտվում է միայն ֆերմայի հոգսերով։ Գուցե շատերին թվա, թե կով պահողի ու հող մշակողի ձեռքը գրիչ չի բռնի, բայց հենց այստեղ է մեր հերոսուհին կոտրում բոլոր կարծրատիպերը։ Մանկավարժ մոր ձեռքի տակ մեծացած ու պոլիտեխնիկ ավարտած կնոջ մեջ ինժեներական ճշգրտությունը հաշտ ապրում է ստեղծագործող ու պոետիկ ներաշխարհի հետ։ Դեպետի բնությունը նրա համար միայն արոտավայր չէ, ապրելու ու ստեղծելու տեղ չէ, այլ ստեղծագործական անսպառ երևակայության ու մուսաների այցելության վայր, որոնց թովչանքները թելադրում են տողեր, հայրենիքի, հարազատ գյուղի ու բնաշխարհի մասին։ Անտառների մեջ, գետի եզերքին, աշխարհից հեռու, աշխարհի մեջ կա մի ճկնաղ գյուղ, օրրան հարազատ, փոքրիկ հայրենիքից մեջ։ Լավն է։ Մաքրություն, գեղեցիկի զգացողություն, որ ասենք շենքը մապրողը դա չի զգում։ Այն գետի խշշոցը, ասենց հեռու, որ գնաք մոտիկ նստեք, մի հրաշք բան է։ Ոնց որ դարերից եկած խոսքը լի, բվոց եղնի գետի ձենը։ Գուցե մեր գյուղը շատ գյուղերից վատն է, չէ, բայց էդ իմն է, չէ, ոնց որ ծնողը քունն է, լավն է, վատն է, քո ծնողն է, չէ, իմ ծննդավայրն է ու ես 100 հատ ուրիշ լավ գյուղի հետ չեմ փոխ։ Նրա տեսակը այդպիսին է, անձնական կյանքում գուցե բախտը չի բերել, բայց ինքը ընկինը չի, որ նստի, ծնկներին տա ու վայ ամանանի։ Դրա փոխարեն ինքը իր աշխարհն է կառուցել, որտեղ ամեն ինչ կենթանի է, որտեղ նա պահանջարկված է, որտեղ տեր է ու տիրուհի։ Ու մինչ շատերը կմտածեն, թե ֆերմայի ցեխն ու ամենօրյա չարչարանքը կարող են սպանել կանացի նրբությունը, ինքը հակառակն է ապացուցում։ Իր համար դժվարությունն ու ցավը ոչ թե պատիժ են, այլ ինչ որտեղ կանացի նուրբ հոգին տղամարդու կոպիտ աշխատանքին համադրելը ու գրել ստեղծագործելը։ Կարծում է նաև, որ իսկական արվեստը պիտի ծնվի բնության այս շքեղությունների, տո հենց այս քար ու քրտինքի արանքում։ Բոլոր արվեստագետները ինձ թվում է գյուղի հետ, բնության հետ պետք է կապ ունենան։ Չորուցամակ բանի, շենքի մեջ ապրող մարդը հաստատ լավ արվեստագետ չի, ինչքան լավ տաղանդ ունենա։ Հետո մարդը պետք է մի քիչ ցավ տեսնի, ասենք մենակ ուրախ կյանքով ապրողը հաստատ ոչ մի զգացողություն չի ունենա, չէ, ցավն է, չէ, մարդուն ինչ որ զգացողությունների դրդում։ Եթե միջև տեղը չնեղվի, ելքը չես կարա գտնես, չէ։ Իսկ եթե լավ ես, 100 հատ ելք ունես, դու այդ ելքերի ոնց որ արժեքը չես հասկանում։ Այսօր Արմինեն գյուղում ապրում է մոր հետ, մինչ քույրերը յուրաքանչյուրն իր ընտանիքով, մեկը Վանաձորում է, մյուսը երկրից դուրս, Արմինեն մնացել է որպես հայրական տան պահապանը։ Քույրերը գալիս գնում ու ամեն անգամ էլ ավելի շատ են հպարտանում նրա տեսակով, որն իր փխրուն ուսերին է տանում մի ամբողջ մեծ տնտեսության հոգս, դեռ մի բան էլ նրանց ապահովում մաքուր ու անարատ սնունդով։ Ու քանի դեռ Արմինեն կա, հայրական օջախի ծուխն անվերջ ծխում է ու ծխում շնորհիվ իր անկոտրում կամքի ու սիրող հոգու։ Տարվա այս շրջանում էլ Արմինեին գյուղում գտնելը գրեթե անհնար է։ Հենց կովերին արոտի է քշում, գործն ու անելիքը դառնում է հանդերի բերքն ու բարիքը տուն բերելը։ Ինչպես ինքն է ասում, ոտքի հետ գնացող բաներ են, ինչպես թողնես ու չօգտվես։ Թեպետ խոստովանում է, դեպետի բնությունն այնքան էլ շռայլ չէ, բայց իր համար բնության հետ ընկերություն անելը թանկ է ու կարևոր։ Հա, բերում եմ տանը ունենանք, էլի մատուն, չի որ հատուկ արդյունք կա։
Սեզոնին սունկն է հիմնականում, դե եղինջը արդեն մի քիչ պարավել է։ Նենց որ ասեմ հանդերում աշունը կա, զկեր կա, ասենք ամառը մոշ, նման բաներ կան։ Բայց որ ասեմ շատ հարուստ բնություն ունենք, որ մեզ պահմած չէ։ Հա, այս կանաչ բան շատ սիրուն է։ Բայց մեր բնությունը մեզ չի պահում, էլի։ Օրինակ ուրիշ տեղի անտառների պես հարուստ չի ամեն ինչով։ Անտառը լավ բան է, բնությունը ընդհանրապես պետք է մարդը բնության հետ մոդիկ եղնի։ Եթե բնությունից հեռանում է մարդը դաժանանում է, դաժանություն չոր է, մի տեսակ բնությունից հեռու մարդը չոր է, ցոր ցամաքած էլի, բնությունից հեռու մարդը։ Եվ հացի անունի զուր տվի, հացը զուր բան է, բայց ամեն դեպքում նենց անաղ լավ, ալանի ճաշ ուտի, բնությունից հեռու մարդը ալանի ճաշը։ Ես մարդասեր չեմ ընդհանրապես, ավելի շատ բնություն եմ սիրում։ Երևի կենդանիներին էլ եմ ավելի շատ սիրում, քան մարդկանց, ճիշտ ասեմ։ Կենդանիները մաքուր են, ասենք իրանք շահ չունեն, գիտես, որ շունը մոդիկ է գալի, ոչ թե գալիս է, որ դու նա ընկեր ես տալի, այլ որ դու իրա տերն ես, ինքը քեզ սիրում, անկախ նրանից դու ծեծես նրան, թե բան տաս, կեր տաս, ինքը այդ տիպի, իսկ մարդը հիմնականում շահից ելնելով այլի, թեկուզ ամենամոդիկ հարազատներն էլ հենց նայում են, էլի սրանից շահ ունեմ, թե չէ նո։ Արմինեն կխոսի նաև գյուղատնտեսության ոլորտի դժվարությունների մասին։ 10 տարվա իր փորձով նա գիտի գյուղացու չարչարանքը այսօր էլ ամենաէժանն է գնահատվում, ու մինչև իր ստեղծած բարիքը հասնում է քաղաքացու սեղանին, արանքում հայտնվողները կրկնակի ու եռակի օգուտներ են ստանում։ Մեր հերոսուհու համար էլ գյուղատնտեսության ոլորտի չլուծվող խնդիրներն ու թղթաբանական ձևականությունները դարձել են մի անվերջանալի կռիվ, որտեղ գյուղացուն որպես մխիթարություն մնում է միայն իր ձեռքով ստեղծած անարատ սնունդը, ու պատճառները էլի նույնն են ու նույնը, որի մասին հազարավոր անգամ ասվում է, բայց արդյունքը 0։ Գյուղատնտեսության մեջ հիմնականում սպառման հարցն է, գյուղացուն անընդհատ հուզում։ Ինքը, ասենք, պահեց կենդանին, հլա կենդան ու, ասենք, հանձնեց, միսը տվեցինք, չէ, քանի հոգու ձեռ անցնում, միջև հասնի քաղաքացուն, քաղաքաբնակը օգտվի դրանից։ Եռագի թանգանում է ամեն ինչ։ Էժան տալիս ենք, ուրիշները լավ օգտվում են, բայց գյուղացուն համարյա բան չի մնում։ Երևի մենակ տանջանքը։ Ասենք մի 3 օրվա մեջին մի մսավաճառը ավելի շատ օգուտ կանի, քան գյուղացին ամբողջ տարվա մեջ։ Կամ այս միս կոմբինատների բաները, որ ասում են, ասենք ծախսն է ավելանում գյուղացուց, բայց որ ասեմ դրանից մսի որակա փոխվում, ինչ-որ բժշկական բաներ, սաղ սուտ է, դա ձևական թղթաբանություն է ընդամենը։ Ոնց որ օգուտներա, որ անարատ սնունդ ենք ուտում, այդքան բան, որ ասեմ նենց շահույթներ կա, չէ, պրոստը անարատ սննդամթերք ենք ուտում, գիտենք, ասենք, որ ինչ-որ բան կերանք, թույն չենք ուտում, մի խոսքով բնական ուտելիք է, դրականը երևի գյուղացու մոր դա է։ Բայց Արմինեի համար միայն մսի ու կաթի սպառման հարցը չի, որ սիրտ է մաշեցնում։ Ինքը այն տեսակն է, որքան էլ ֆերմայի գործի մեջ կորած, մոլորված լինի, մեկ է կողքից անցնող դարձողին սուր աչքով է չափում, ձևում ու նայում։ Իրեն հունից հանում է ոչ թե սարի չարչարանքը, գյուղի կյանքը, կամ էլ իր կյանքը, այլ մարդկային դատարկությունը։ Մարդկանց բարոյական որակներն են փոխվել, մարդկային ինքնագիտակցությունը հասել շրիշակի մակարդակի, տգիտությունը, անտաշությունն ու բռիությունը դարձել են խրախուսելի ու նախընտրելի, ազգային նկարագրի կորուստը դարձել է բնական մի բան։ Սարսափելին հենց սա է, բայց այնտեղ, որտեղ շատերը միայն մանիկյուր, պիծիկյուրով ու դրսի փայլով են զբաղված, Արմինեն ներսի պարունակություն է փնտրում ու չի գտնում։ Մենք ժողովուրդ ասելով հասկանում ենք, վայ, հայ ժողովուրդ, այն հայ ժողովուրդը, բայց որ շփվում ես, դե ես ավելի շատ եմ։ Միգուցե դե դուք էլ կշփվեք, այդ ժողովուրդ ասվածը նենց գլոբալ հասկացություն է, բայց այդ ժողովրդի մեջ նենցները կան, որ նենց պրիմիտիվ բաներ չեն հասկանում, որ հա, ասենք նայում ես սենց սկսված դզված ինչ-որ մանիկյուր, պիծիկյուր արած բան, բայց նրանց խոսքի, իրանց եղունգների երկարությունից այն կողմ բան չեն հասկանում։ Ասենք, որ նայում ես, ասում ես, երնակ սրա տիրոջը, չէ, բայց մի ստից, որ նայում ես գլուխը լրիվ դատար կա, տեսքն էլ ասուտ, սաղ սուտ է։ Կարելի է անել, չէ, բայց մի քիչ է գլխում բանելի, չէ, հետաքրքիր թեմաներ ունենան, խոսում ես դատարկություն, միտեղ նստած էի, բացի եղունգի մանիկյուր, պիծիկյուրից այդ մարդիկ էլ ուրիշ թեմա չունեին, դատարկություն բացարձակ, որ ասես մեկին գումարած, մեկին չան, չեն իմանա,
Բայց ինձ բաներ ծիծաղ գալիս է։ Ես կուզենայի խելացի եղներ հայազգը, ինտելեկտը զարգացած եղներ, որ սենց այսօր ինչ չլեին։ Մի ասում են սանք ես ինչ են անում, այսօր ճաշին Արմինեն ստիժ գործ ունի։ Ոնց որ ջուրը շատ ա տաքացել։ Տեսնում եք անտիֆրիզն էլ դուրս է եկել, երևի ստեղ բան ունի, ռադիատոր է ինչ-որ տանող տեղ ունի էլի, ստեղ ճակ կա, դրա համար անտիֆրիզն է, այլի անտիֆրիզը դուրս է։ Պետք է տեղ տանեն սվարկ անենք, այդ ծակ փագենք, կամ էլ ժիտկի խալոդնի սվարկով փագենք էլի այդ ծակը։ Բայց նրա ձեռքի տակ պաջերոնով է, ինչ է որ համարձակվի չաշխատել։ Չէ, լինելու բան չի։ Այսօր եկուց կկանգնեցնի, տակից գլուխ կնայի, կնորացնի իր 10 տարվա ընկերոջը ու էլի հայդե դեպի սարեր, ձորեր, որոնց լռության մեջ իրական կյանք կա։ Իր համար Սարքին մեքենան ու Սարքին երկիրը նույն տրամաբանության մեջ են։ Եթե մի բան փչացել է, պիտի տեր կանգնես, ոչ թե ձեռքերդ լվանաս ու մի կողմ քաշվես։ Լորեցու իր պարզությամբ նա չի ընդունում կողքից նայողի դերը։ Եթե քոնն է, պիտի խառնվես, եթե տունդ է, պիտի ընտրես։ Ու ինչքան էլ աշխարհի ու քաղաքականության շարժիչներից սուտի հոտ գա, մեկ է Արմինեն իր գործն ու անելիքը լավ գիտի։ Դե որովհետև ուրիշ ապրելու ձև ու միջոց չգիտի, անդադար շարժման մեջ է, բայց շարժում է ոչ միայն մարմինը, այլ նաև միտքը։ Սուտը շատ է։ Ու դե ընդհանրապես ասում են քաղաքականությունը, խաբեբայությունը, ասենք խոստա, բայց այդ աստիճանի սուտ ամենքը գալիս է մի խոստում է տալիս, այս ժողովրդին խաբում ու գնում։ Սուտը շատ է։ Դե առանց քաղաքականության սաղ ժողովուրդը մտել է այդ քաղաքականության մեջ, բայց դե ասենք հա, ասում ենք մեզ պետք չի, բայց որ նայում ենք, ասում են չտենք գնա ընտրության, բայց դա սխալ է, էլի իրանց կյանքն է։ Նման բաները իշխանավորները հայել կապրեն, այսօր ստեղ չապրեն, վիլլա կառնեն մի ուրիշ պետության մեջ կապրեն, բայց ժողովուրդն ա տուժում, ու այդ անտարբերությունը լավ չի, գնա ընտրի ում կընտրես։ Պետք է մենք մեր թագավորներին հարգենք։ Եթե անգամ վատն է, վատ բան պետք է չասես։ Այն որ գնացին, խփեցին, չեմ ասում աչքից լույսն է, բայց պետք է հայը գիտակցի, որ Նիկոլն է, Պողոսն է, Պետրոսն է, իր ղեկավարն է։ Հայ ազգն է ներկա, մեր վարչապետն է։ Ես եթե նրան խփեմ, ես ինչ չեմ հարգում։ Էդ է հարցը, էլի։ Եթե նրան խփում են, ուրեմն ես ինձ եմ խփում։ Քաղաքականությունը լավ տեղ չի, ասում է, մենք էլ արագ վազանց ենք անում այդ տեղով։ Օրը դեռ ճաշ չի դարձել, իսկ Արմինեի բան ու գործը կեսը չի ընկել։ Այնքան անելիքներ ունի, որ էլ ոչ ասելու է, ոչ էլ պատմելու։ Բան չմնաց, այսօր եկուս թոշակառու էլ կդառնա, բայց գյուղում ասում են Արմինեն հավերժ երիտասարդ կմնա։ Բացի ֆերմերային տնտեսությանը մի բան էլ կա, որ սերով ու սիրով անում է։ Մեղվապահությունից էլ գյուղում հետ չի մնում։ Մի փեթակից սկսել 10 տեսարքել ու ավելին։ Այս տարի ոնց որ փչացան ահագին մեղուներ անկում եղավ, չեն հասկանում ինչից է, մի մասն ասում են այս բաներից է, այս կայանները, որ կա այս վիշտեքից է, ինչի սիրում ես, ինքը մագնիսական դաշտով է իր բույնը գտնում, ինչքան գիտեմ, այդ բաները, որ կա, այս ալիքները, մեղուն չի կամ բույնը հասնի, ճանապարհը կորցնում է, երևի ասում են դրանից է, ես չգիտեմ։ Ահա, տես կերը սաղ կերել են, էլ կեր չունեն, մի սրանց մենք պետք է կերավան դնեմ, էլի, ավել մեղրոտ ռամկեք, տես դատար կա։ Պահելով սովորել եմ, էլի։ Խտրեմ։ Ուզում եք մեղվա մայրը ես իմ, եթե երևա ցույց կտամ, մասնակենամ։ Դեպետի մեղրը ինչ պիտինա։ Անտիժ մեղրա, դեպետի մեղրի համար յուլլա ենք գցում։ Երբ ասում են մարդու կամքը քարից հաց կքամի, հենց իմ հերոսի տեսակի մասին է։ Իսկ մայրը Տիկին Ջուլիետան հպարտության պատշգամբից նայում է աղջկան ու մի քանի բառով այսպես բնութագրում՝ քաշով մեկ ոսկի։ Իրան հայրը Օղորմիրան միշտ որ բան եղնում, ասում էր փեշեղեն են։ Իրեք բանը մեր տղաս մահացավ առաջինը հետո 3 հատ աղջիկ ունեցա։ Փեշեղենները խեղճարը կտրած շալվարական, որ շալվարավոր դառնան փեշեղեն չդառնան էլ երեխեք չան։ Ու արդարացրեցին իրեն։ Ու արդարացրեցին, այո, հիմի որ գլուխը վեր հանի տեսնի ինչեր է արել։
Սա բանն է, իսկականից մեր հարևանը մեզ մի հատ մեղու ճանճ տվեց, ես ներքև երևանցիներ են։ Ու այդ մարդիկ ճանճ չտվեց, մամարա։ մի ճանճը պատմապատկես նույնիսկ նվիրել է տվել, ծախել է, վաճառել է, նվիրատվություններ արել։ Հա վերջը, այդ ծևի բաներ։ Տիկին Ջուլիետայի ամեն մի բառում թե հպարտություն կա, թե ցավ, իսկ մեղուն կամ մեղերը պակասի էլի ոչինչ, էլի կավելացնի ու կունենա, ոչ թե նրա համար որ աչքն է ծակ, այլ սիրում է ունենալ ու ունեցածից էլ բաժին հասցնել ուրիշներին։ Իսկ լեռների ու անտառների մեջ ծվարած գյուղում Արմինեն անում է ամեն ինչ մարդ մնալու համար։ Նույնը ուզում է տեսնել այս մեծ ու փուչ աշխարհում, որտեղ պատերազմներ են, ավեր ու թալան։ Ես իմ, ասում է Արմինեն, մեծ աշխարհ է, անհասկանալի խաղեր ու խաղացողներ։ Իր գործը տնամերձն է, անասունն ու մեղուն է։ Առջևում էլ խոթնդի ծանր սեզոնն է ու անվերջանալի աշխատանքը, բայց էլի չի դժգոհում։ Միայն թե խաղաղություն լինի, որ կարողանան վայելել իր պատշգամբից բացվող այս շունչ կտրող տեսարանները, որոնցով ամեն օր քնում ու զարթնում է կրկին սիրահարվելով իր մի բուռ հողին։ Այն Սորանի ձորը, այն կողմից այնտեղ ջրվեժ է իջնում, շատ սիրուն տեղեր կա։ Այնտեղ կա խաչի թալա կա, շատ սիրուն խաչեր կան։ Խաղաղեղնի թող, որ վայել ենք մեր այս մի բուռ հողը։ Այդքան բան։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։